կարող է օգտակար լինել, բայց թե ինչում, կիմանաս միայն տեսանյութի վերջում։ Իսկ դու պահպանիր այն, որ չկորցնես եւ անպայման ուղարկիր ընկերներիդ, նրանք նույնպես պետք է իմանան ողջ ճշմարտությունը։ Մեկ բաժակ սովորական կոլան պարունակում է մոտ 10 թեյի գդալ ավելացված շաքար եւ կոֆեին, որը կտրուկ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ որոշ ժամանակ անց առաջացնում էներգիայի կորուստ, հոգնածություն եւ նորից մեկ բաժակ խմելու մեծ ցանկություն։ Իսկ նրանում պարունակվող ֆոսֆորաթթուն քայքայում է ատամների էմալն ու ոսկորները եւ հատկապես վտանգավոր է դեռահասների համար։ Իսկ ահա կոլա զերոն, որը շատերի համար ընկալվում է որպես լավագույն այլընտրանք, կարող է ավելի լուրջ խնդիրների պատճառ դառնալ, քանի որ այն, չնայած ունի ցածր կալորիականություն եւ առանց ավելացված շաքարի է, պարունակում է արհեստական քաղցրացուցիչներ, որոնք առաջացնում են մարսողական եւ մետաբոլիկ խանգարումներ, պատճառ դառնում ինսուլին ռեզիստենտության, քաշի ավելացման, շաքարային դիաբետի զարգացման։ Այս դեպքում ինչու ընտրել վատի եւ վատագույնի միջև, եթե կարելի է նախապատվությունը տալ բնական մանրաթելերով հարուստ, առանց ավելացված շաքարի ու արհեստական քաղցրացուցիչներով ըմպելիքներին։ Իսկ կոլան կարող է օգտակար լինել միայն կենցաղային որոշ հարցերում, բայց ոչ քո օրգանիզմին։